հրապարակային մասը։ Հասկանալի։ Պետք է փորձենք, որ տեսնենք եւ առավոտյան այս անակնկալը։ Ուրեմն մենք էլ ենք անակնկալ եկել, որովհետև երեկոյան ընդամենը ազգային ժողովի կայքեջում տեղադրվեց խորհրդի նիստի օրակարգի մասին ծանուցում, այն մասին, որ խորհուրդը այսօր առավոտ ժամը 11-ին հրավիրում է նիստ քննարկելու համար падգամավորների նախաձեռնությամբ արտահերթ ազգային ժողովի նիստ հրավիրելու հարցը օրակարգում ընտրական օրենսգիրքը գրքի փոփոխությունը։ Սա հերթական անգամ իշխանության լկտի եւ զոռբապահվածքի օրինակներից մեկն է։ Ոչ միայն նիստի նման հրատապությամբ նիստ հրավիրելու, առանց նախապես ծանուցելու, նախագիծը առանց նախապես գոնե ողջամիտ ժամկետ տրամադրելու մասը, որտեղ եթե դուք ուշադիր նայում եք, նախագիծը նաև 3 է շրջանառության մեջ դրվել։ Այսինքն դրվել է արագ նույն օրը մի քանի ժամվա տարբերությամբ խորհրդի նիստ են հրավիրել եւ այսօր էլ արդեն արտահերթ նիստի օրակարգ են բերել։ Այսօր ժամը 10:30-ին ես եւ խմբակցության ղեկավարը Սեյրան Օհանյանը մասնակցել ենք խորհրդի նիստում, ներկայացրել ենք, որ չի կարող նման կարևոր հարցը այսպիսի այլանդակ արագությամբ բերվի առանց պատշաճ քննարկման, որովհետև դիտորդական առաքելություն իրականացնողներին, հատկապես նրանք, ովքեր որ վերջին թիմ ընտրություններում անաչառ գնահատականներ են հնչեցրել, այս մարդկանց ընդհանրապես չեն ծանուցել, չեն քննարկել այս մարդկանց հետ, չի քննարկվել ընդդիմության հետ, չի քննարկվել հասարակական սեկտորի այն ներկայացուցիչների հետ, որոնք որ իշխանության սրտի ներկայացուցիչները չեն, որևէ մեկի հետ չի քննարկվել նաև միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, ինչպիսին Վենետիկ, Ժմիկ համակարգն է, որն ինչպես գիտեք, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում է, եւ բերել են այս նախագիծը։ Նախագիծը բովանդակային առումով կարող է մեկ նախադասությամբ բնութագրել որպես իշխանական դիտորդական առաքելությունների ձևավորման նախագիծ։ Բացառում են եւ զրկելու են բոլոր այն անձանց, ովքեր որ դիտորդական առաքելության կարգավիճակ են ստացել, եթե որևէ կերպ նրանց գնահատականները, նրանց խոսքերը, նրանց մոտեցումները այս կամ այն քաղաքական ուժի քննադատություն է պարունակում, որը քարոզություն կամ հակաքարոզչության անվան տակ են իրենք ներկայացնում, կամ ֆինանսավորման աղբյուրի բացահայտման, որտեղ պահանջում է, որ դիտորդական առաքելությունը պետք է բացահայտի նաև ֆինանսական աղբյուրը։ Եվ եթե այդ ֆինանսական աղբյուրի մեջ լինի օրինակ որևէ ձևով հեռավոր կապ որևէ թեկնածուի կամ նրա հետ ասոցացվող անձի հետ, ապա զրկվում են այդ անձինք եւ կազմակերպությունները դիտորդական առաքելությունից։ Այո, նաեւ եթե կազմակերպությունն է հանդես գալիս, ապա կազմակերպությունը, եթե անձն է միայն այդպիսի, գնահատական հնչեցնում անձը։ Եվ այսպես շարունակ։ Որևէ կերպ, որևէ ձևով չեն կարող իշխանություններին ոչ հաճելի գնահատական հնչեցնել։ Հնչեցրեցին նույն պահին որակվում են որպես դիտորդական առաքելության սկզբունքներին հակասող գործողություն եւ զրկում են նրանց այդ կարգավիճակից։